Կայացուցիչներ, մի քանի անդամներ Հայաստանի Հանրապետությունում էին, նախընտրեցին հանդիպել, նաև ձեզ զրուցել, ինչ թեմաներ քննարկվեցին եւ հաշվի առնելով մեր տեղեկությունները, որ նրանց այդպես էլ հնարավորություն չի տրվել այցելել ՔԿՀ-ներ, անձնապես տեսնելու սրբազան հայրերին, նաև կարծեմ Սամվել Կարապետյանին, ըստ ինչի ցեն վախեցել իշխանությունները, ինչու այդ հնարավորությունը չի ընձեռվել։ Ամերիկայի Միացյալ Նահանգների կրոնական ազատությունների կոմիտեի փոխնախագահ ցանկություն է հայտնել այցելել Սամվել Կարապետյանին եւ սրբազաններին, քանի որ բոլորի համար արդեն պարզ է, որ կա կրոնական եւ ընդհանուր հայացքների համար մարդուն հետապնդելու օրինակ ու այդ առաջարկը ու այդ դիմումը մերժվել է, այսինքն պատասխան չի տրվել, ոչ թե մերժվել է, պատասխան չի տրվել։ Մենք վստահ ենք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների հասարակության նշանակալի մասը կիսում է մեր կարծիքը մեր եկեղեցու հանդեպ եւ համարում է, որ մեր ճանապարհը ու այն գաղափարները, որի համար մենք պայքարում ենք, ճիշտ են։ Պարոն Կարապետյան, ներողություն, մենք հենց նոր տեղեկություն ստացանք, որ դատարանը եւս 2 ամսով երկարաձգեց Սամվել Կարապետյանի խափանման միջոցը, ձեր մեկնաբանությունը, չնայած որ սպասելի է։ Ասեմ, մեր ջան, վախը իրանց մոտ էլ եմ ուզում ասեմ, եթե դուք չեք վախենում, եթե իրանք չեն վախենում Սամվել Կարապետյանի խոսքից, Սամվել Կարապետյանի եւ մեր հայրենակիցների շփումից, ինչու են այսքան ժամանակ կոչի հոդվածով 37 վայրկյան հոդվածով պահում կալանքի տակ։ Վախենում եք, եթե վստահ եք, որ հաղթելու եք ընտրություններում, եթե վստահ եք, որ քաղաքական բոլոր գործընթացներում հաղթած եք դուրս գալու, այդ մարդը թող շփվի իր հայրենակիցների հետ եւ մենք կտեսնենք, թե ով է հաղթած դուրս գալու։ Պարոն Կարապետյան, ամեն դեպքում այդ տեղեկությունները ինչ որ լրատվամիջոցներ են տվել, մենք վստահ չենք, փաստաբանները ավելի ուշ հավանաբար առիթ կունենան դեռևս մանրամասներ, որովհետև ասացին դեռ 2-3 ժամ տևելու է, դեռևս չշտապեն գնահատականներ տալ։ Պարոն Կարապետյան, այս համատեքստում կխնդրեմ անդրադառնաք նաև շարունակվող այս ճգնաժամային իրավիճակին, իշխանություններ եւ եկեղեցի։ Մենք տեսնում ենք, որ ամեն կիրակի այսպես դանդաղ քայլերով իշխանությունները Փաշինյանի առաջնորդությամբ գնում են իրենց այսպես կոչված ազատագրության պլանին։ Հանգուցալուծումը դուք ինչպես եք տեսնում, մի կողմում եկեղեցին է իր իմաստնությամբ, լռությամբ, իր դարավոր դերակատարմամբ, մյուս կողմում իշխանությունները իրենց հրատապ հապճեպ որոշումներով, ուր պիտի հասնի այս ուղին, ինչպես հանգուցալուծում։ Հանգուցալուծումը լեգիտիմիզմն է, իսկ լեգիտիմության առումով մեր ամենայն հայոց կաթողիկոսը, ամենայն հայոց հայրապետը Գարեգին երկրորդն է եւ չի կարող երկրի չինովնիկ, չի կարող որևէ երկրի որևէ չինովնիկ որոշի, թե կաթողիկոսը մեր ով է լինելու, առավել եւս, եթե նա դեռ հարցեր ունի իր նախկին մեղքերի հետ։ Թող նա մի հատ իր մեղքերի հարցով ապաշխարության գա, նոր մեզ հրամցնի իր տեսլականը եկեղեցու հետ կապված։ Պարոն Կարապետյան, հեցի թեմային վերադառնալով, արդյոք Տաշիր կապիտալը որպես սեփականատեր թեկուզ եւ նախկին ունի վերահսկողական որևէ մեխանիզմ պարզելու, թե ով է լինելու հաջորդ գնորդը, երբ որ կկատարվի այդ գործարքը։ Ասեմ այսպիսի բան, հեցի հետ կապված թեման, ինչ որ այսօր եղավ, դա գնում է դեմ Ստոկհոլմի արբիտրաժի որոշման դեմ։ Եվ բայց ելի եմ ուզում մեր հասարակությանը ասեմ, որ սա մեր հայացքների համար կրած ֆինանսական կորուստ է, բայց մենք պատրաստ ենք ելի այս կորուստին, ինչ վերաբերում է հետագա վաճառքի հետ կապված, եթե իրանք ուզենան։ Ստոկհոլմի արբիտրաժը արդեն արգելք է դրել, ոչ մի աշխարհում ոչ մի լուրջ վարկանիշ ունեցող ընկերություն չի գա, չի գնի որևէ ընկերություն, որը միջազգային արբիտրաժով արգելք է դրած նրա օտարման, նրա հետ կապված որևէ գործար կատարելուն, եթե նրանք ուզում են ունենան միջազգային ներդրող Հայաստանում, նրանք պետք է հաշվի առնեն, որ այդ ներդրողները պետք է ունենան իրավունք արբիտրաժ դիմելու։ Եթե արբիտրաժ դիմելու իրավունքը մարդկանց ոտնահարվում է, ոչ մի լուրջ ներդրող Հայաստան չի գալու, միայն գալու են իրենց ընկերները բացելու են բետոն ուզել
ու Հայաստանում որևէ զարգացում մենք որակական չենք ունենալու։ Դրա հիմնական ապացույցը արդյունաբերության մեջ մեր անկումն է։ Եթե ոսկու առևտուրը հանենք, մեր արդյունաբերությունը անկման մեջ է։ Եթե գյուղատնտեսությունը անկման մեջ է, ներդրողներին ոչ մի մոտիվացիա չկա երկրում ներդրում անելու։ Իմ գործընկերները շատ են նշել, անցած տարի Հայաստանում կատարվել է 70 միլիոն դոլարի օտարերկրյա ուղղակի ներդրում։ 70 միլիոն։ Դրա համար է ասում է իշխանությունը, կբացվեն ճանապարհները, առևտուր կլինի, բոլորն ուրախ կլինեն եւ երջանիկ։ Շատ լավ։ Իրենց կառավարած Հայաստանում օտարերկրյա ներդրում է 70 միլիոն են, այնտեղ որտեղ իրենց կարծիքով խաղաղություն չկա, Վրաստանում 1.9 միլիարդ դոլար է։ Մեկ ասեն այնա թուրքական ներդրումներն են Վրաստանում, Ոչ, Աջարիայով ոչ, հիմնականում եվրոպական ներդրումներն են, ամենամեծ ներդրումները չինական, եվրոպական ներդրումներն են, իսկ եվրոպացիք ինչ են գնահատում, հոլանդական շատ մեծ հատված կա, ինչ են գնահատում օրինականություն, որը չենք տեսնում Հայաստանում մենք այս պահին 70 միլիոն թե 1.9 միլիարդ, հարգելի հայրենակիցներ, պետական պարտքով, եթե ձեր մոտ ասֆալտ են անում, ել եմ ուզում կրկնեմ, եթե ձեր տների կողքը ասֆալտ են անում պետական պարտքով, դա չի նշանակում, որ մենք ունենալու ենք լավ կյանք ապագայում։ Դա պարտք է, որ հետագայում դուք ձեր արկերով պետքա փակեք։ Մեզ, մեր երկրին պետք են աշխատատեղեր, պետք է նորմալ կյանք, պետք են ներդրումներ։ Ներդրումների համար էլ պետք է օրինական միջավայր, որ ներդրողը իմանա պաշտպանված է իր ներդրումը։ Այսպիսով, եթե հեծը գնորդ չունեցավ, ինչի սպասենք, ճգնաժամի սպասենք այս ոլորտում։ Հեծը միակ տեղը, որտեղից հեծը կարող է ինչ-որ գնորդ իրեն գտնեն, կամ ինչ-որ ընկերություն է, որը փուչ ընկերություն է, կամ ինչ-որ երկրների, որոնց համար հետաքրքիր չէ որևէ միջազգային ներդրման ֆոն, իրենց կողմից այսպես կոչված ազդեցության գործիք հանդիսացող ընկերություններն են, որ ուրիշ երկրների ազդեցության գործիք հանդիսացող ընկերություններ, բայց ես չեմ տեսնում որևէ լուրջ կառույց, որպեսզի ձեր հարցին պատասխանեմ, լուրջ կառույց, որը ներդրում կանի Հայաստանում եւ կգնի այնպիսի ընկերություն, որը արբիտրաժով դեռ թույլ տված չի նրա վաճառքը։ Պարոն Կարապետյան, նայեք, այս օրերին բարձրաստիճան տարբեր պաշտոնյաներ հանդիպեցին Հայաստանում դիվանագիտական ներկայացուցիչների հետ, դեսպաններ եւ այլն։ Դուք այս օրերին առիթներ ունեցել եք զրուցել, գուցե արձանագրություններ, ռիփորտներ ուղարկել այդ դեսպանատներին, կոնկրետ Սամվել Կարապետյանին առնչվող դրվագով եւ այնտեղ համատեքստով իրենց սրբազանների եւ այլն, եւ եթե այո, ինչ արձագանքներ են եղել, արդյոք միջազգային հանրությունը, Հայաստանում միջազգային տարբեր դերակատարները կարող են, ինչպես ասած, ճնշում գործադրել, ազդեցություն ունենալ իշխանությունների որոշումների վրա։ Մեր երկիրը իզոլացված չի ապրում, մեր երկիրը համաշխարհային ընդհանուր ճարտարապետության մաս է եւ չենք կարող հաշվի չառնել համաշխարհային գաղափարական կենտրոնների կարծիքները։ Դուք գիտեք, որ մի քանի օր առաջ Անգլիայի, Մեծ Բրիտանիայի պարլամենտում մեծ միջոցառում էր տեղի ունեցել, որտեղ հետապնդում էր անվանվել Սամվել Կարապետյանի եւ arczepiskoposների հանդեպ տեղի ունեցածը։ Կներեք։ Ու նաեւ գնահատական էր տրվել, որ Հայաստանը թեքվում է դեպի ավտորիտարիզմ։ Դա մենք չենք ասում, դա Մեծ Բրիտանիայի պարլամենտում տեղի ունեցող քննարկման արդյունք է։ Նաև ամփոփելով ղազախական եւ ռուսական ծորենի հետ կապված հաշվի առնելով նաև ձեր մասնագիտացումը տնտեսագետ եք, կասեք, այս դիվերսիֆիկացիա է թե ոչ, թե դիվերսիֆիկացիա է, այսպես ասած, ուղղակի ծածկույթ է։ Ասեմ, դիվերսիֆիկացիան, մատակարարման դիվերսիֆիկացիան շատ լավ լուր է Հայաստանի համար։ Մենք կարող ենք ներմուծել ղազախական ծորեն, կարող ենք ներմուծել նավթ ուրիշ երկրից։ Ուրիշ երկիրը, բայց էլի Ռուսաստանն է, Ռուսաստանի Դաշնությունը։ Հա, թեկուզ եւ Ղազախստանից եւ այլ երկրներից մենք կարող ենք ներմուծել եւ դա լավ դիվերսիֆիկացիա է։ Մենք դրա դեմ բան չունենք։ Հիմնական բանը, որ մենք տեսնում ենք, հիմնական խնդիրը, դա նախ այն ինչ որ իրենք ներկայացրեցին, բանի հետ կապված,
Ադրբեջանի միջոցով, որ Վրաստան է տեղափոխվել, այդտեղ կան հարցեր, քանի որ Ադրբեջանի հետ կապված մենք ունենք չկարգավորված հարցեր, բայց ընդհանուր առումով Հայաստանի մատակարարման ֆոնը լավացնելու առումով շատ լավ լուր է դա։ Պարոն Կարապետյան, մի քանի օր ես ուսումնասիրում եմ հատկապես վերջին իրողություններով պայմանավորված պետգնումները, գնում չհանդիսացող ծախս ընթացակարգով հսկայական աստղաբաշխական թվեր են ուղղվում արբիտրաժային դատարաններում Հայաստանի շահերը պաշտպանելուն, կա հստակ հաշվարկ հեծի առնչությամբ, այսպես ինչ պարտավորություն է ստանձնելու Հայաստանի Հանրապետությունը եւ ի վիճակի է արդյոք այս պահին։ Հարյուրավոր միլիոնների պարտավորություն է լինելու, որը վճարելու է Հայաստանի քաղաքացին, որը իրանք ամեն իրենց սխալ քայլ, ամեն իրենց էմոցիա հարյուրավոր միլիոնների վնաս է տալու։ Մեր ինչու են իրենք հարկատու մեծ հարկ տվող հիմնարկից երկրի ֆինանսական վիճակը վատթարացնող հիմնարկ սարքում։ Հարյուրավոր միլիոնների դոլարների կորուստ է ունենալու Հայաստանի պետությունը։ Կոչ եմ անում կանգ առեք, կոչ եմ անում վերադարձեք միջազգային իրավունքի օրենքների շրջանակ։ Իսկ Ռոմանոս Պետրոսյանը շարունակելու է աշխատավարձ ստանալ Սամվել Ղարաբաղյան։ Որոշումը դեռ չկա, բայց ամենայն հավանականությամբ այո։ 2026 թվականի ցույցները սարի հետաքրքիր են, 7 ամիսից ավելի քիչ ժամանակ ձեր մարզային այցելությունները շարունակվում են արդյոք մեր ձևով շարժման եւ հավաքներից մեկի ժամանակ ազգային անվտանգության ծառայության շենքի մոտ, չեմ սխալվում, պաշտպանները հայտարարեցին, որ Սամվել Կարապետյանը որոշել է հենց ինքը ստանձնել մեր ձևով կուսակցության նախագահի պաշտոնը։ Ես ուզում եմ նաև այսօր Նիկոլ Փաշինյանը գրառում էր կատարել, շնորհավորել Էջմիածներին, ասել էր, որ այս ընտրությունը իրենց հաղթանակը 26 թվականի համապետական ընտրությունների հնչյուն նախերգանքն է։ Ես ուզում եմ հասկանալ ձեր այցերը, նախանցած շփումները եւ ուժերը, ոնց է։ Նախ կուզենայի կարևոր բան ասել, որ Էջմիածնի հետ կապված, քանի որ բոլորի համար այսօր դա ամենահետաքրքրող թեմաներից է, մենք պետք է հասկանանք, որ հին ընդդիմադիրների եւ իշխանության այսօր եղած պարադիգման չի կարող բերել հաջողության։ Այսինքն նոր ուժ է պետք Հայաստանին, որպեսզի կարողանանք փոփոխություն անել մեր երկրում։ Ամենայն դեպքում ընդդիմությունը հավաքել է ավելի շատ ձայն, հաղթել է Էջմիածին քաղաքի մեջ, որը երբեք տեղի չէր ունեցել վերջի տարիներին։ Բայց պարադիգման պետք է փոխվի։ Նոր ուժ պետք է մտնի խաղի մեջ, քաղաքական խաղի մեջ եւ փոխի մեր երկրում եղած պարադիգման, որպեսզի դուք հասկանաք 10%-ը, 15%-ը, եթե տարբեր լիներ նախորդ այս Էջմիածնի ընտրությունների ժամանակ, դա եղանակ էր փոխելու։ Մենք հասկանում ենք, որ այս եղած ստատուս քվոյի պարագայում, եղած իրավիճակի պարագայում երկրում փոփոխություններ չեն լինելու։ Իսկ մեր հասարակության մեծ մասը սպասում է փոփոխությունների։ Դրա համար մենք առաջարկել ենք, որ մենք պատրաստ ենք ստանձնել ինչ որ պատասխանատվություն Հայաստանում փոփոխություններ բերելու առաջամարտիկը լինել։ Ինչ վերաբերում է 26 թվականին, իրենց շատ պետական պաշտոնյաներ հայտարարում էին, որ իրենք հաղթել են Սամվել Կարապետյանին, տարբեր ինտերպրետացիաներով, արգելներս մեր ձև շարժումը չի ունեցել տեխնացու, իրենք չեն հաղթել Սամվել Կարապետյանին, թող չուրախանան կամ չուզենան հաղթանակը կպցնեն։ Սա երկրում եղած, այս բան եղած քաղաքական ստատուս քվոյի պարագայում առաջացած ընտրություններ են։ Եվ վերջում մի բան կուզեմ ասեմ, դուք նկատեցիք ինչ ուրախ էին իրենք, որովհետև իրենք արդեն ոնց որ հիաստավ հույս չունեին, որ իրենք կարող էին միտեղ հաղթեին ու այնքան էին ուրախացել, որ միտեղ վերջապես միտեղ հաղթել են, բայց իրենք ընդամենը միտեղ են դեռ հաղթել արխային, պետք է աշխատենք, շնորհակալ եմ։